կհասկանանք։ Պարոն վարչապետ, դուք արձագանքեցիք թրիփ ծրագրի հետ կապված Ռոբերտ Քոչարյանի որոշ գնահատականներին, բայց ես կուզեի մի փոքր մասով էլ մեկնաբանեիք, այնտեղ նաև ասվում է, պնդում է ինքը, որ Միացյալ Նահանգների շահը, այստեղ տնտեսական շահը 0 է եւ Միացյալ Նահանգների նպատակը Իրանի սահմանի վերահսկողությունն է, սրա հետ կապված կուզեի արձագանքեիք եւ թրիփի հետ կապված դուք ասացիք, որ նրա պատկերացումները հնացած են, կարծես թե նախագծով արդեն կա հնարավորություն երրորդ կողմի ներգրավման փոխադարձ համաձայնությամբ։ Հիմա ձեր այդ արձագանքը վերաբերվում էր կոնկրետ Ռուսաստանի եւ Չինաստանի ներգրավմանը, թե այստեղ կուզեի ասեիք, էլի ամեն դեպքում այնտեղ տեղ է թողնված այլ ուժերի ներգրավման, այս հեռանկարի հետ կապված նաև ձեր մեկնաբանությունը եւ պարոն վարչապետ Ոսկե թափում եկեղեցու հետ կապված ոսկե թափում քահանան հայտարարում է, որ տեղական իշխանության ղեկավարը համայնքապետը եւ եկեղեցու բարերարը գնում են իր մոտ եւ հորդորում են դուրս գալ եկեղեցուց, բանալիները հանձնել իրեն, պատճառաբանելով, որ դա կառուցել է բարերարը եւ այստեղ իրավապահները որևէ կերպ չեն արձագանքում այս խնդրին։ Դուք չեք կարծում, որ իրավապահները այստեղ անելիք ունեն, երբ տեղական իշխանության պատասխանատուն բարերարի հետ գնում է եւ քահանային առաջարկում է դուրս գալ եկեղեցուց, սրա հետ կապված ձեր մեկնաբանությունը ինչպիսին է եւ իրավապահների գործողությունների եւ վերջին հարցը հեծի մասով եմ ուզում հարցնել, արդեն առաջիկայում մի հաջորդ ամսվա ընթացքում կլրանա երրորդ ամիսը, ինչ արդեն ընկերությունը զրկված է լիցենզիայից, այս ընթացքում որևէ պաշտոնական հայտարարություն, պաշտոնական տեղեկություն չկա։ Ձեր նկարագրած երկու սցենարներից որով է վերջո կառավարությունը շարժվում, դուք ասում եք կամ պրոֆեսիոնալ որևէ միջազգային օպերատոր, որը կիրականացնի այդ կառավարումը կամ պետականացման գործընթացը, կա քննարկում որևէ միջազգային ընկերության հետ, եթե այո, ինչ հեռանկար է այստեղ նշմարվում։ Նախ մենք մեր միջազգային գործընկերներին իրազեկել ենք իրավիճակի մասին, հատկապես էներգետիկ ոլորտում թոփ ընկերություններին փորձում ենք իրազեկել, բայց այս պայն տեղի է ունենում հեծի շուկայական արժեքի գնահատում։ Եթե հեծի շուկայական արժեքը կլինի, այսպես ասած, հասանելի պետական բյուջեի համար, մենք դա լիարժեք ամբողջությամբ կպետականացնենք, կազգայնացնենք եւ կհանձնենք հավատարմագրված կառավարման միջազգային բարձր պրոֆեսիոնալ ընկերության կամ ընկերությունների խմբի։ Այսինքն հիմա շուկայական գնահատման գործընթացն է տեղի ունենում, որովհետեւ հիմա նաեւ որոշ կարծիքներ են հնչում, բայց շատ նախնական, որովհետեւ կարող է պարզվի, որ հեծի ֆինանսական վիճակը այնքան վատ է, որ իր շուկայական արժեքը շատ ցածր է եւ կարելի է ուղղակի կառավարության որոշմամբ ինչ որ մի գումար հատկացնել եւ դա դարձնել չեմ կարող ասել, քանի դեռ թղթի վրա չկա այդ գումարը, խոսակցություններ կան, բայց ես հիմա որևէ բան չեմ ասի եւ այս առումով կարծում եմ, որ մենք այսինքն մենք մեծ հաշվով շտապելու բան չունենք էլ։ Հեծը պատկանում է այս պահին ըստ էության դե ֆակտո առնվազն Հայաստանի Հանրապետությանը եւ մենք աշխատում ենք իմիջիայլոց նաեւ ընկերության արդյունավետությունը, հարկային ակտիվությունը, թափանցիկությունը էականորեն բարձրացել է, շատ կարեւոր է արձանագրել, որ հեծը որպես գործընկեր բացվել է Հայաստանի տասնյակ, եթե ոչ հարյուրավոր ընկերությունների առաջ, որովհետեւ նախկինում հեծի մրցույթներին մասնակցում էին մեծ մասամբ, չեմ ասի 100%-ով, բայց մեծ մասամբ նախկին կառավարիչների հետ կապված ընկերություններ եւ դա ըստ էության կոռուպցիոն եւ փողերի լվացման մի համակարգ էր, որը մեր կողմից բացահայտվել է եւ այդ թվում նաեւ քրեական գործեր կան հարուցված եւ կարծեմ նաեւ տնտեսվարողները այդ իրավիճակների մասին կարող են մեկնաբանել։ Ինչ վերաբերում է ձեր նշած դեպքին եկեղեցու մանրամասները չգիտեմ, չեմ կարող մեկնաբանել։ Ենթադրում եմ, եթե իրավապահները որևէ գործողություն անում են կամ որևէ գործողություն չեն անում, ուրեմն դրա համար ունեն համապատասխան հիմնավորումներ։ Ինչ վերաբերում է թրիփի վերաբերյալ ձեր հարցին, ուրեմն փաստաթղթերը հրապարակված է եւ օգոստոսի 8-ի նույնիսկ եթե թրիփի իրագործման շրջանակը
հրապարակված, ստորագրված, ընդունված եւ հրապարակված չլիներ, բայց հրապարակված է, բարձ կլիներ, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան որևէ գործառույթի արտապատվիրակումը բացառում է այդ շրջանակը։ Այսօր է, որ Հայաստանի Հանրապետության պետական սահմանը չի գտնվում Հայաստանի Հանրապետության լիարժեք տիրապետության ներքո, բայց մենք նաև համաձայն մեր գործող պայմանագրերի նաև քայլեր ենք անում եւ միջնաժամկետում ենթադրվում է, որ Հայաստանի սահմանները, ինչպես անցակետերը կլինեն Հայաստանի ինստիտուտների վերահսկողության ներքո եւ այդ գործառույթի որևէ արտապատվիրակում բացառվում է եւ դա արդեն գրվել է եւ հրապարակվել է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների կառավարությունների կողմից ընդունված փաստաթղթում եւ TRIP-ը ներդրումային ծրագիր է, տնտեսական ներդրումային ծրագիր է առաջին հերթին եւ այդ նախագծով բազմամիլիոն 100 միլիոնների ներդրումներ են լինելու Հայաստանի Հանրապետությունում։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի եւ Չինաստանին, մենք շատ սերտ գործակցում ենք թե Ռուսաստանի, թե Չինաստանի հետ։ Մենք Չինաստանի հետ, եթե չի նկատվել, ռազմավարական երկխոսություն ենք սահմանել նախորդ տարվա օգոստոսին, սեպտեմբերին Չինաստան կատարած իմ այցի արդյունքներով եւ այդ փաստաթուղթը ընդունվել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ իմ ունեցած երկկողմ հանդիպման արդյունքներով եւ ես այս տարի եթե հիշողությունս չդավաճանի 2-3 երկկողմ հանդիպում եմ ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, մենք մեր հարաբերությունները բոլոր ուղղություններով զարգացնում ենք։ TRIP-ը ներդրումային խոշոր ծրագիր է, որը իհարկե անվտանգային խոշոր երաշխիքներ է բերելու իր հետ։ Գիտեք, Ամերիկայի նման պետությունը, որը ամբողջությամբ կառուցված է տնտեսական տրամաբանության վրա, եւ դա շատ լավ է, մենք էլ ենք ուզում մեր հայցակարգային փաստաթղթերում եւ ես էլ ասել եմ, Հայաստանի Հանրապետության պետական շահը տնտեսական զարգացումն է։ Ոնց կարա Միացյալ Նահանգները տնտեսական շահ չունենա։ Դուք չեք հետևում քաղաքականություններին նախագահ Տրամպի։ Բոլոր իր որոշումները ունեն տնտեսական հիմնավորում, որովհետև Միացյալ Նահանգների տնտեսական զարգացումը, բարեկեցությունը եւ սրա համար անհրաժեշտ իհարկե նաեւ անվտանգությունը առաջնահերթություն են նախագահ Տրամպի համար, ինչպես բոլոր երկրների ղեկավարների համար։ Համենայն դեպս նրանք, ովքեր առաջնորդվում են սեփական երկրի շահերով։